Խոսենք բառի ուժի և առհասարակ խոսքի մասին, որպեսզի հասկանանք, իմանանք, բառը ունի ուժ։ Բառերը, եթե ընտրված են ճիշտ, եթե ընտրված են տեղին, նրանք կարող են ոգեշնչել, նրանք կարող են ուժ տալ, նրանք կարող են խրախուսել և հակառակը։ Եթե օգտագործենք անզգույշ ոչ տեղին բառ, ինչ կարող է լինել, կարող ենք վիրավորել դիմացինին, կարող ենք տխրեցնել, ցավ պատճառել։ Եվ առհասարակ հասկանանք ինչ է բառը, բառը ինչ է, բառը մեր լեզվի հիմնական միավորն է։ Բառերի միջոցով մարդիկ արտահայտում են իրենց մտքերը, գաղափարները։ Եվ բառը մարդու ամենահզոր միջոցներից մեկն է, որի միջոցով շփվում են, արտահայտում են զգացմունքներ, մտքեր։ Հիմա բառերը ինչպիսին կարող են լինել, ջերմ, բարի, ոգեշնչող, ուժ, թև տվող և ասացի հակառակը, նեղացնող, վիրավորող, տխրեցնող, եթե դրանք ոչ տեղին են, անզգույշ են։ Օրինակ առօրյայում մենք կարող ենք հանդիպել շատ ոգեշնչող, խրախուսող բառեր։ Ուսուցչի մեկ խոսքը, մեկ արտահայտությունը ինչ կարող է անել, թևեր կարող է տալ աշակերտին և կարող է ամեն ինչ փոխել, նույնը ծնողի, նույն ընկերոջը դուք դիմելով ձեր ընկերոջը գեղեցիկ ճիշտ ընտրված բառով կարող եք փոխել ամեն ինչ, շտկել իրավիճակ։ Այո, բառի ուժը մեծ է և ճիշտ է, որ ասել են այդ արտահայտությունը։ Բառը հզոր է, այն հզոր է անգամ նետված քարից, այսինքն կարող է այդպիսի մեծ ազդեցություն ունենալ։ Հիմա ուզում եմ ձեզ հարցնել, դուք ինձ պիտի ասեք քաղաքավարի, բարի, ջերմ բառեր, խոսքեր, որոնք են դրանք։ Ես խնդրում եմ մտածեք և ասեք բարի, գեղեցիկ, դրական, որ դուք օգտագործեք, անպայման պիտի դրանք առօրյայում օգտագործեք։ Արիա ջան, բարի, գեղեցիկ, դրական բառ, ինչ կասես։ Այո, քաղաքավարի բառ, Աշոտ ջան։ Շնորհակալություն, ապրես, Սոնա ջան։ Ապրես, կեցես։ Ցտեսություն, Մեկ ջան։ Խնդրեմ։ Բարի երեկո, կեցեք, շնորհակալություն։ Հիմա ես ուզում եմ այդ բառերի խմբով դուք ճիշտ միտք կառուցեք ու ինձ ասեք նախադասություն։ Այսինքն այստեղ նաև մենք սովորում ենք բառի ուղիղ ձևը իմանալով ինչպես այն հոլովենք նախադասության մեջ, որպեսզի ստանանք գեղեցիկ կառուցողական միտք։ Այսինքն դուք հիմա պիտի կառուցեք նախադասություն։ Ուշադիր, ես հիմա ասում եմ բառերը։ Լսում ենք և ֆիքսում ենք ուշադիր։ Աշոտ ջան, լսում ես, գնացինք։ Հայաստան, կարող ենք գրել, կարող ենք մտապահել, շատ կարևոր է նաև դուք եթե չգրեք, մտապահեք ձեր մտքի մեջ, որպեսզի ես հասկանամ, որքան բառ եք կարողանում հիշել, մտապահել ու ճիշտ կառուցել։ Հայաստան, պատմություն, ունի, հինավուրց։ Ես ձեզ ասացի 4 բառ, հիմա կազմելու ենք գեղեցիկ, կապակցված կառուցողական նախադասություն։ Ովքեր են պատրաստ։ Պատրաստ ես, տեսնում եմ, պատրաստ ես, Արտաշես ջան, պատրաստ ես։ Ահա, Մեգի ջան, լսում եմ քեզ, պատրաստ է նախադասությունդ, այո։ Կեցես, Հայաստանը ունի հինավուրց պատմություն։ 4 ուղիղ իմաստով բառերը այնպես վերափոխեցինք և դասավորեցինք, ստացանք գեղեցիկ նախադասություն։ Հիմա ես ուզում եմ ինձ ասեք, երեխեք, գեղեցիկ բառեր, հինավուրց, ինչ էր նշանակում հինավուրց։ Ով կասի, Սոնան գիտի, ելով գիտի, հինավուրց ինչ է նշանակում, Դաչյան գիտի, մեկը գիտի, Արտաշես ջան ինչ է նշանակում։ Ապրես, հնորյա, շատ հին օրերից եկած, այո, և ինչպես է գրվում։ Մեկ ջան, մոտեցիր գրատախտակի։ Հնորյա նշանակում է հնորյա։ Ապրես Մեկ ջան, նստիր։ Հաջորդը ուշադիր, տալիս եմ բառերի խումբ, նորից կազմում ենք։ Սավառնել, ֆիքսում ենք ուշադիր, կապույտ, մտածում ենք, թող մյուսներն էլ մտածեն, Միքայել մտածում ես։ Աշոտ ջան, ու հիմա պիտի ինձ ասեք, ինչ էր նշանակում անաղարտ։ Ահա, Սոնա։ Այո, անապական, անաղարտ, վճիտ, զուլալ, մաքուր, անբասիր, դրանք բոլորը նշանակում են անաղարտ, կառուցեցինք նախադասություն բառերի խմբից։ Նորից ենք կրկնում, միասին բոլորս, սիրենք և պահպանենք մեր անաղարտ մայրենին։ Գեղեցիկ նախադասություն ստացանք։
Այսինքն ինչպիսին է մեր մայրենին, ինչպիսին է անաղարտ, այսինքն ունենք գեղեցիկ, հարուստ, ոսկեղենիկ, տեսեք որքան գեղեցիկ ածականներ կիրառեցի